Աշխարհը ամենօրյա ռեժիմով փոխվում է եւ եթե չկարողանանք հարմարվել փոփոխվող աշխարհին, պարզապես դուրս կմնանք դրանից։ Կառավարության եւ կառավարող մեծամասնության առաքելությունը ահա սա է. առաջնորդել կենսական այն վերափոխումները, որոնք հիմնվելով մեր ազգային արժեքների վրա մեր պետությունը կդարձնեն առավել կենսունակ, ճանապարհ բացելով նրա երջանիկ ապագայի համար։ Ի հեճուկս այստեղ հնչած բոլոր քննադատությունների հենց սա է տեղի ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ավելին ասեմ, Հայաստանում այսօր տեղի ունեցող բոլոր իրադարձություններից սա կարևորագույնն է եւ այստեղ բացրացված հարցերի մի զգալի մասի խորքային լուծումը կապում եմ հենց այս գործընթացի հետ։ Իսկ քննարկումների ընթացքում ընդդիմության մեր գործընկերները ամեն ինչ արեցին պետականակենտրոն բարեփոխումների նկատմամբ նյարդ եւ վախ ներշնչելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Նյարդ ներշնչեցին անշարժ գույքի հարկի նկատմամբ, չնայած ինչպես ցույց տվեցի, առանց այդ հարկերի որևէ քաղաքացու բարեկեցություն հնարավոր չէ։ Նյարդ ու զզվանք ներշնչեցին թափանցիկ ու հաշվետվական գործելակերպի նկատմամբ, չնայած առանց դրա հանրային միասնություն ու սոցիալական արդարություն հնարավոր չէ, պարզապես անհնար է։ Վախ ներշնչեցին համընդհանուր հայտարարագրման նկատմամբ, չնայած այդ համակարգը կարիքավոր մարդուց ոչինչ չի վերցնում, այլ միայն տալիս է տասնյակ միլիարդ դրամներ իր առողջապահության եւ կրթության գործում ներդնելու համար։